Հաղորդման հովանավորն է Կարսի լավաշ ընկերությունը։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, եթերում համահայկական առավոտն է, ես Աննան եմ եւ ինձ հետ է իմ գեղեցկուհի հաղորդավարուհին, գործընկերուհին Անահիտը եւ եւս երկու հյուր ունենք այսօր տաղավարում, որոնց անչափ ուրախ ենք այսօր դիմավորել։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր հյուրերին ներկայացնեմ երգիչ, երգահան, կոմպոզիտոր Հակը եւ երգչուհի, դերասանուհի Քրիստինե Եղոյանը։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել, մենք ձեզ երկար էինք սպասում, արդեն գրեթե 10 օր է մենք սպասում ենք երբ եք դուք ժամանակ գտնելու։ Բարեբախտաբար արդեն եկավ այդ օրը։ Բարի լույս ձեզ, մենք շատ ուրախ ենք սա գտնվել ձեր կողքին։ Ոնց եք։ Մենք շատ լավ ենք, մենք ուզում ենք իմանանք դուք լավ եք մեզ մոտ զգում ձեզ։ Ինչպես եք սկսել ձեր առավոտը։ Ամերիկա տեղ չգիտեք ոնց է։ Սա խառը ժամ առ ժամ, չէ, իսկ եթե լուրջ շատ լավ ենք արթնացել, շատ լավ ենք մեզ զգում ու ավելի լավ ենք զգում գտնվելով ձեր կողքին այստեղ տաղավարում։ Կիսվելով մեր պրեմիերայի հետ։ Այո, մենք այսօր հավաքվել ենք, առիթ ունենք հավաքվելու, ինչպես ասում են։ Ինչ է, դա տեսահոլովակն է, որը նոր է նկարահանվել, արդեն մի քանի օր է ինչ YouTube-ում ցուցադրվում է, համացանցերում տարածվում է, այսօր կլինի նաև մեր եթերում, բայց փոքր ավելի ուշ։ Մենք այս պահին ունենք խոսելու առիթ։ Ողջույն նաև քեզ Քրիստինա ջան, մենք շատ ախոսում ենք, քեզ հերթ չենք տալիս, ինչպես ես դու։ Լավ եմ, շնորհակալ եմ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, հաճելի է գտնվել այստեղ ու սիրով կպատմենք տեսահոլովակի հետ կապված հետաքրքիր մանրամասների։ Այո, շատ հետաքրքիր է, ինչպես սկսվեց ձեր համագործակցությունը։ Միտքը ինչպես ծագեց։ Քայլ առ քայլ պատմեմ։ Երգը գրված էր, երգը գրվեց եւ ինչպես յուրաքանչյուր երգգրող, այսինքն ինքը որ երգը գրում է, պատկերացնում է արդեն թե ում համար հարմար կլինի դա։ Ու դրանից առաջ ոնց որ խոսակցություն էր եղել, որ մեր հետաքրքիր մի բան անենք Քրիստինայի հետ ու ոնց որ առաջարկվեց, ես առաջարկեցի, նա լսեց երգը ու ոնց տենում եք արդեն կլիպը YouTube-ում է։ Իսկ մինչ այդ համագործակցություն ունեցել եք միասին։ Ոչ, մենք Հակի կնոջ հետ ընկերներ ենք ու իր միջոցով ոնց որ համագործակցության առաջարկը կայացել, ես սիրով ընդունել եմ, չնայած որ ինքս էլ նույնիսկ մտքեր ունեի իր հետ, բայց ինքն ինձնից առաջ եկավ ու համագործակցությունը եղավ, ինչի համար շատ ուրախ եմ։ Իդեպ դու շատ ակտիվ ես համացանցերում, բայց նկարահանումներդ գիտեմ քո իսկ ցանկությամբ պակասեցրել էիր վերջին շրջանում, շատ ուրախալի է որ վերադարձար, այն էլ այդքան բուրըն ձևով։ Ուրախ եմ քեզ նորից տեսնել այս կարգավիճակում։ Շատ շնորհակալ եմ, իրականում ինձ համար էլ է շատ կարևոր այն փաստը, որ ես նորից վերադարձա այնտեղ, որտեղ պիտի լինեի։ Իհարկե շատ կարևոր բաներ են իմ կյանքում տեղի ունեցել, երկու փոքր բալիկ արդեն, որոնց պետք է մի որոշ ժամանակ իրենց կողքին լինել եւ արդեն ինչ որ առումով անցնել արդեն աշխատանքային կյանք, ինչի համար եւս ուրախ եմ ու չեմ փոշմանում այդ դադարի համար, որովհետեւ այդ ամենակարևոր ու քաղցր բանն է, որը որ կնոջ կյանքում պիտի հոգ տանես, որ այդ զգացողությունը եւս ունենաս։ Դու ունես շատ մեծ լսարան Instagram-ում եւ մեծ սեր ես վայելում, ես դա նկատել եմ միշտ եւ այդ ակտիվությունը պահել ես քո ընկերների համար, քո անձնական սոցկայքերում, բայց նաեւ զարմանում եմ ոնց ես ժամանակ գտել երկու երեխաների հետ։ Ես գիտեմ դրա հակառակ կողմն էլ կա, որովհետեւ երկու փոքրիկ երեխաների մայր լինելը դա ինչքան էլ օգնեն քեզ կողքից ահռելի աշխատանք է։ Ինչպես ես դու դա հասցնում։ Երևի թե մեծ սերը, ցանկությունը յուրաքանչյուր հարցի լուծում է, բացի այդ չեմ կարող չնշել, որ եթե ընտանիքիս աջակցությունը չլիներ, երբեք ոչ մի բան չէր կարող ինչ-որ սահուն հարց գնալ, նույնիսկ այս ժամանակահատվածում, երբ որ իրենք արդեն մանկապարտեզ են հաճախում, այդ շատ կարևոր է, որովհետև ինչքան էլ օգնող ունենաս, որին վարձատրում ես, միևնույնն է դու պիտի ունենաս հարազատ մարդի կողքից, որովհետև
տարիք կա եւ առհասարակ բաներ կան, որ չես կարող վստահել օտար մարդու, բայց երբ որ ինքը քույրիկիդ մոտ է կամ մայրիկիդ մոտ է, դու ավելի հանգիստ ես կենտրոնանում քո աշխատանքի վրա։ Հասցնելու հետ կապված էլ այդ մեծ սերն ու ցանկությունն է, որը որ քեզ լիցքավորում, այսինքն երբ որ գործը չի հոգնածում քեզ էլ ստիմուլ է տալիս, դրական լիցքեր է տալիս, այդ ոնց որ չհամարվի աշխատանք, այդ համարվի աղբյուր, որից դու սնուցվում ես, որ շարունակես աշխատել։ Այո, ինչն է իր ավելի շատ կարոտել, երգարվեստը, թե դերասանական արվեստը։ Երևի թե երկուսն էլ, ու ուրախ եմ, որ երկու ճյուղով էլ փորձում եմ եւ նկարահանվել եւ արդեն տեսահոլովակների միջոցով նաեւ այդ դաշտում լինել։ Այդ ժամանակահատվածում շարունակել եմ երգել միջոցառումներին, բայց պրոյեկտներում չեմ եղել, բայց արդեն կարծում եմ, որ հաճախ կտեսնեմ։ Շատ ճիշտ է, կարծում եմ տաղանդավոր մարդիկ պարտադիր պետք է զբաղվեն իրենց, այսպես ասած, իվերուս տրված շնորհը, բայց ճիշտ ժամանակին դադարները շատ կարևոր են, որովհետև դրանք քո մեջ կուտակում են, ինչպես է ժայթքում հրաբուխը երկար դադարից հետո ավելի մեծ ձևով եւ ավելի լցված ուժը։ Այդ շատ ունեմ, ճիշտ ասես։ Տենց բան պետք է յուրաքանչյուր ստեղծագործող մարդ պետք է ունենա մի հատ ծիկը բռնինք իր մեջ, դաթարը գնա, որ նախ չհոգնեն իրանից, որովհետև ինքդ փոխվում ես։ Իհարկե, աշխարհը հայաց անընդհատ ամեն օր դու պետքա ոնց որ զարգանաս, ինքդ քեզ, չգիտեմ, նորովի բացահայտես, էլի ոնց որ։ Կարևորը չհրաժարվես քո։ Իհարկե, չէ, դա ուժեղ մարդու հատկանիշ է, եթե դու չես հրաժարվում ինքդ քեզանից չես հանձնվում, ուրեմն դու ուժեղ մարդ ես։ Եթե առաջինը չկրակեց, երկրորդը չկրակեց, երրորդը կրակելու է։ Ես այդպես եմ առաջնորդվում ու ոնց տեսնում եք ստացվում է։ Իդեպ Հակ ջան, մենք գիտենք, որ դու էլ այս ընթացքում հայր ես դարձել։ Շնորհավորում ենք եւ ինչպես է փոխվել քո կյանքը։ Քո կյանքում դա նորություն է, առաջին երեխան է։ Ոնց։ Ես իր մասին խոսալուց աչքերս փայլում է։ Ես չգիտեմ, այսպես փոխվել է իմ կյանքը։ Ես կան գանձա էլ ինքը, չգիտեմ, ամեն անգամ ես նայում եմ իրան ու հասկանում եմ խի շուտ հայր չեմ դու, որովհետև, չգիտեմ, աննկար բառը չեմ գտնում, բառը շատ քիչ է, որ ես կարողանամ նկարագրեմ այն զգացմունքը, որ ես ունեմ իմ աղջիկի Քո խառնվածքը իմանալով ես վստահ եմ դու շատ լավ պապա ես լինելու ու կաս փորձում եմ որ ամեն ինչ անել, ամեն ինչ անել իր համար, ճիշտ է իր մամային ռեսպեկտ մեծ, որովհետև այն Вообще մամաների մամաների ռեսպեկտ, որովհետև ես պետք է մտ այնց որ հերոսի կոչում տամ կնոջը, զուտների համար որ ես քնով եմ, ես գիշերները խնդիր չունեմ, այսինքն տենց երեխան որ զարթնում է, չեմ նկատում ոնց է զարթնում, ես շշերից եմ հասկանում ինքը գիշերը ու իրոք այն ես որ երեխուս սիրում եմ, ասենք 5 րոպե 10 րոպե ես թրցնում եմ, բան հետո հասկանում եմ, լավ հոգն այլեմ դուս ասեմ գնիկ վեկան դասական պատկեր խոսքի կինս ոնց է այդ ամեն ինչով եմ որ չգիտեմ մի ձեռով իրանա բռնում, մի ձեռով տուննա մաքրում, չգիտեմ մամանա լվում Ոնց է շատ հաճելի է որ ինչ որ մեկը գոնե դա հասկանում եւ նկատում է թե չէ կան տղամարդիկ ասում են ինչ ես անում տանը նստած ես ուրեմն ես ասեմ որ կամերան եմ բոլոր տղամարդկանց անունից ասում եմ որ իրանք հերոս են յուրաքանչյուր մայր լավ մայր ինքը հերոսին չնայած բառը չեմ գտնում ասել որովհետեւ հենց հասնում է այդ թեմային որ պետք է խոսամ Բարես վերջանում։ Շնորհակալություն մեր բոլոր մայրերին, ովքեր երբևէ մայրացել են կմայրանան եւ առհասարակ կանայք իրենց մեջ արդեն իսկ կրում են մայրության այդ ակունքը եւ այս նոտայի վրա եկեք փոքրիկ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կրկին եթերում ենք, հիշեցնեմ, որ մեր հյուրերն են Հակը եւ Քրիստինա Եղոյանը եւ իհարկե խոսենք մեր հովանավորի մասին, չմոռանանք իր մասին, Կարսի լավաշը Իդեպ երբ որ մենք դեռ չէինք մտել եթեր եւ ես մեր հյուրերին պատմում էի Քրիստինային եւ Հակին մեր հովանավորի մասին Կարսի լավաշի, ասում են շատ լավ եք գովազդում, իրենց թվում է թե մենք պարզապես գովազդում ենք, որովհետեւ մեր գործընկերն է, ոչ մենք իսկապես ասում ենք այն ինչ մենք գիտենք, այն ինչ կա, որովհետեւ
Կարսի լավաշը եւ թխվածքները բոլոր հացամթերքը շատ թարմ է, վաճառվում է միայն այդ օրվա թխվածները եւ յուրաքանչյուր մարդ ովքեր փորձել են, իդեպ ես ձեզ ասեմ, մենք յուրաքանչյուր օր գրեթե հյուր ենք ունենում եւ մեր հյուրերը դառնում են մշտական հաճախորդ Կարսի լավաշի, որովհետեւ մենք տալիս ենք փորձում են եւ ասում են իդեպ 3 հենց անմիջապես ինձ նկարներ էին ուղարկում մեր հյուրերը, որ իրենց մեքենայի մեջ մենք վերջում ձեզ անպայման կնվիրենք, արգղերով առնում են, հա։ Մենք դա ստորիկ անենք, որ մենք նվիրել չէ։ Պատմեք, էլ ինչ հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել, օրինակ ձեր տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ Դի ուրեմն մեր տեսահոլովակի մեջ մի տեսարան կա, որտեղ թրակի մեջ ենք։ Այսինքն ինքը ո՞նց ասեմ թրակայերեն։ Բեռնատար մեքենա։ Բեռնատար հետևը բաց, այսինքն մենք սեթափ ենք արել, դիվանա դրած խալի հայկական տակը բակով ու քշելու ընթացքում մենք նկարահանում ենք այդ տեսարանը։ Բայց ինչու քշելուց։ Ջեկի Չանի հոգեբանություն ունենք։ Ամեն ինչ ուզում ենք այնտանի մենք անենք, առանց կասկածի։ Մեր թիմը շատ է խնդրում մեզ, ասում է եկեք կասկածորներ դրանք, մենք ասենք անանարա, մենք կանենք դա։ Մոռացեք։ Մոռացեք, դուրը փակեք ու գնացեք։ Ու իրոք այդ կադրից շատ խանդալու կադրեր ունենք, արդեն տարված են, որ կլանված տեսահոլովակի մեջ երգում ենք ես ու Քրիստինա, մեկը բան, sense վիճակ է, okay, անցանք առաջ, ուշադրություն չենք դարձնում, բայց առասարակ այդ տեսարանը իմ ամենասիրած տեսարանն էր, որովհետև ինքը կրեատիվ էր ու այդպես տեսարան չկար գրեթե աշխարհում։ Բայց ես պատկերացնում եմ ինչ աստիճան ես դու բարթացրել նկարահանող խմբի աշխատանքը։ Ինչու՞։ Այդ որոշումը, որովհետև 10 անգամ ավելի հեշտ կլիներ, եթե դա ստատիկ նկարվեր։ Համաձայն եմ, բայց չէ՞ որ 10 անգամ ավելի հեշտ շատ բաներ կարաս անես, իսկ մենք սիրում ենք տարբերվել։ Այդ է, որ ստիպում է։ Եվ իսկապես ձեր տեսահոլովակի որակն էլ է շատ լավ, շատ գեղեցիկ է նկարած։ Շատ շնորհակալ։ Մեկ օր ու մեկ նկարահանումն արել։ Հա։ Մեծ աշխատանք էր տարված։ Ու մեր թիմին ուզում եմ առանձնատուկ շնորհակալություն ասել ռեժիսորին։ Ով է ռեժիսորը իդեպ։ Գալուստ Հակոբյանը, ռեժիսորը, օպերատորը Աշոտ Գալստյան, երգը խզարել է MG-ին, շատ ուժեղ վարպետ է ինքը, չգիտեմ, ինչ բառը գտնեմ։ Ինչ ասում ենք, այս բառից հասկանում է, որ լրացնում ենք իրար, այսինքն շատ արագ պասերով ամեն ինչ կարող ենք անենք։ Մանվելին, M2 Production-ին գույնային քալերի կարեկցիայի համար իրան շնորհակալ ենք։ Կնոջս, Քնարիկին, Նարեին, Քոքլոջը ու բոլոր նրանց, ովքեր անգամ մի լումա ունեն ներդրած մեր տեսահոլովակի մեջ, շատ շնորհակալ։ Իսկ կարող է այս պահին փոքրիկ կտոր այդ երգից ակոպել։ Չէ։ Խնդիր չկա, ես ոնց ասեք։ Եթե դեռ չեմ տամ քեզ, կամ դու անես 10։ Ձեզ ոնց հարմար է։ Սկզբից միջև վերջարի երկի։ Թերիսով դրանց է պատկերացնում։ Էլիկո մասի։ Սայտնովա երկի։ Երկում է, ոնց է։ Դա հաջորդ հատվածում է։ Երկում է, դες կիսատունյաց։ Լավ չէ, նորից սա։ Բառը մոռանամ, կմտած գրկում։ Նորա երկը շատերը չգիտեն որտեղից է գրկումը։ Էլիկո մասի գրումագրիչս մոռացած։ Մենք ինչ տակտ պահենք ինչ որ։ Ես ռեպը երկեմ, դու երկը երկի։ Չէ, պրոստը ձեր տվեք, յանի դուր ա գալ։ Հա, ծավ կտան։ Չէ, կատակը միան գնաց։ Էլիկո մասի գրումագրիչս քո սիրունության դժվար մեկին զիջես, դու համ կամակոր, համ էլ հմայիչես, ինչես, արևոր չես, հերիքում քիչես։ Ուզում եմ այսօր հետդ մնամ, քեզ կարամ սիրտս էլ նվետամ, չէ երասում, ես եմ սպասում, եսա ինչքան գրնամ ու գամ, որ համբույրիտ կարող չմնամ։ Թե չէ։ Շատ հիտային երգ է։ Իդեպ ես ընդամենը մեկ անգամ եմ տեսահոլովակը լսել ու տպավորությունն է, որ բազմաթիվ անգամ եմ լսել, իսկ հենց դա հիտային երգի նախանշանն է։ Ամառային հիթ է իրոք։ Մերսի, շատ։ Պլաններից խոսենք։ Ինչ պլաններ ունեք։ Երկուսդ էլ եւ նկարահանվում եք եւ երգում եք, ինչ պլաններ ունեք ապագայի հետ կապված, երգեր, տեսահոլովակներ, թե գուցե ֆիլմեր։ Շարունակական համագործակցությունից ուրեմն մի երգային նվիրել, որի վրա նկարահանվել է արդեն տեսահոլովակ։ Ինչպես Հակնա սիրում ասել, եթե դուք սիրում եք Full House-ը, ապա կսիրեք նաև այս տեսահոլովակը, որովհետև
Full House-ից ներգրավված ենք ես, իմ պարտները, նապարնիկ, ինչպես կարելի է ասում, եւ Մովսեսը։ Երեքս կանք տեսահոլովակում, ինքը իրականում Full House-ի թեմայի մեջ է, Ջուդիկի եւ Զարայի, իրանք իբրև թե որևէ իրավիճակներում են հայտնվում ու ամենտեղից իրենց դուրս են վռնդում, դա սյուժետային իմաստով շատ հետաքրքիր է իրականում տեսահոլովակը արդեն պատրաստ է, մենք տեսել ենք իրական ծիծաղելի արժան։ Իրոք ես օրնայցի առաջին անգամ շատ էի։ Ուրախ-պարային երգ, հա։ Այո։ Շարքերը բացես։ Չէ, արի երկի հետ կապված չբացենք, համ իրա համար է նորություն նման երգ գրելը, համ ինձ համար է կատարելը նորություն, որովհետև ես այդ ոչի մեջ չեմ երգել։ Բայց ասեմ որ բարել եք։ Նամանամաթիոտ բաժակից հետո Մենք հուսանք, որ մեզ մոտով կլինի, չէ, պրեմիերան։ Իհարկե։ Մենք քեզ կհրավիրենք, Այո, կարծում եմ, որ երկու շաբաթից արդեն պրեմիերան կանենք, թող այս երգը մարդիկ վայելեն, հետո անցնենք նաև մյուսին։ Այդ պլանների առումով արդեն կատարված, շարունակելով արդեն երգի հետ կապված ճանապարհը, դրանով չենք սահմանափակվում, ունեմ պատրաստ մի քանի երգեր, որոնք որ հերթականությամբ պիտի հանձնվի սիրելի հեռուստադիտողի, լսողի դատին։ Իսկ ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ, երգարվեստը թե դերասանական։ Այսպես ասեմ, դերասանական արվեստում ես ունեմ ամբողջական ֆուլ կրթություն։ Ես 4 տարի սովորել եմ, հետո աշխատել եմ դրամատիկական, այսինքն որպես ուսանողուհի, ոչ թե գրանցված աշխատող։ Կամերային թատրոնում եւս փորձ եմ ունեցել աշխատել, այնպես որ այդ առումով ամբողջությամբ կոփված եմ 0-ից մինչև թատրոնային կյանք եւ այլն եւ այլն։ Երգի բնագավառում, այսինքն բարձրագույն կրթություն չունեմ։ Ոչ թե դա սահմանափակում է իմ հնարավորությունները այն առումով, որ ես ավելի քիչ սիրեմ երգը կամ համարեմ ինձ թերի այդ բնագավառում, ոչ, պարզապես կարծում, որ յուրաքանչյուր մասնագիտության մեջ միևնույն է, եթե դու բարձրագույն կրթություն եւ այդքան ժամանակ տրամադրում ես այդ մասնագիտությանը, դու առաջինը այդ մասնագիտության կրողն ես։ Այսինքն ես ինձ առաջինը համարում եմ դերասանուհի, ոչ թե որ սիրում եմ դա ավելի, այլ որովհետեւ ես պրոֆեսիոնալ ճանապարհս անցել եմ դրանով ու կարող եմ ասել ես այդ հարցում ամբողջությամբ պրոֆեսիոնալ է։ Իսկ երգի հետ կապված վոկալի բնականաբար շատ լավ ու հայտնի վոկալիստների մոտ եմ աշխատել, բայց դա անհատական աշխատանք ա եղել։ Ուրախ կլինեի նաև, որ սովորած լինեի օրինակ կոնսերվատորիայում, ես իրականում չգիտեմ, գուցե էլի նույն հնարավորությունները ունենայի, բայց այդ ինձ հնարավորություն կտան համարվել բարձրագույն։ Մի բան էլ ասեմ դրա հետ կապված, տեսեք օրինակ մեր սերունդը, մենք արդեն մեծացել ենք ու մեր ու ձեր ենք արդեն անում, բայց իրականում ճիշտ եմ ասում, հիմա օրինակ որ նայում եմ, շատ բլոգերներ, նորահայտ մարդիկ, ովքեր որ բլոգինգով կամ ինստագրամով, տիկտոկով են հայտնի դառնում, տեսեք իրենցից օրինակ երբեք չես լսի, որ դու պրոֆեսիոնալ ես, որովհետև դու կրթություն ես ստացել։ Ավելի շատ sense ինքնուս վիճակը ու հպարտություն է, որ ինքնուս վիճակը, բայց կարծում եմ, որ շատ մարդիկ մեր սերնդից հասկանում են, որ այդ կրթությունը այդ ամենակարևոր բանն է, դու կարող ես մի քանի անգամ որևէ տեղ հումոր անել կամ նախագծի շրջանակներում սիրվել, բայց ամենակարևորը այդ կրթությունն է, որ զարգացնում է թե խոսքը, թե ամեն ինչ, այսինքն միայն դերասանությունը չէ, այդ կրթությունը ստանալով դու կոփվում ես նաև այլ բնագավառներում, որովհետև ոչ միայն անցնում ես դերասանի վարպետություն, այլ տարբեր թե իրավաբանություն, թե հոգեբանություն եւ այլն։ Այո, ամբողջական դա մի համակարգ է, որը բազա է դնում եւ դու լրիվ ուրիշ ձև ես սկսում քո։ Այո, եւ ցավ եմ ապրում իհարկե, որ մարդկանց հարցազրույց կոչվածները նայելով հասկանում ես, որ իրենք մտածում են, որ այդ կրթության կարիքը չկա, որովհետև իրենք արդեն հայտնի են։ Բայց տարիներ հետո իհարկե տխուր բաներից չեմ ասում։ Ես ասելուց հետո դուրս գամ, որտեղ ես ինքս կրթություն չունեմ։ Չէ, իրականում դրա մասին չի խոսքը, դու կարող ես կրթություն չունենալ, ինչպես որ ես երգի բնագավառում չունեմ կրթություն, բայց անհատական զբաղվել եմ ու զբաղվում եմ։ Խոսքը նրա մասին է, երբ որ դու մտածում ես, որ դա ընդհանրապես քեզ պետք չի, քեզ ոչ ճանապարհ անցնել է պետք, ոչ խորհուրդներ լսել է պետք, դրա մասին է խոսքը, թե չէ շատ ինքնուս հայտնի թե դերասաններ, արտասահմանյան, թե
հայ դերասաններ ընթացքում գոնե որ ինքնուս են, բայց իրենք լավագույնն են, որովհետև իրենք իրենց ճանապարհը անցել են իրենց վրա աշխատելով։ Այստեղ է դա խնդիրը։ Մենք այս պահին կարող ենք արդեն դիտել ձեր տեսահոլովակը։ Ոչ, այս պահին դադար վերադառնանք, նոր կդիտենք։ Ոչ, այս պահին դոկա։ Տեսահոլովակն է այս պահին։ Տեսահոլովակն է, լավ, Միխա։ Pecado tani, doing zangahari, Kestesa asi, oh my God, Pecado tani, doing zangahari, Kestesa asi, oh my God. Siro hammer, shot originala, made in Yerevan. Je forkesteնում եմ, հելնում եմ դրամը, հելին չեմ անում, ես ոսկին կամ է դրամը, քո աչքերի հուրը, քո աչքերի փայլը, անբացատրելի է ու շատ ուրիշ է այլը, հելի արի մոտս, չես լինի Իրանը, քո սերը ուրիշ է, made in Yerevan. Լավ լսի, տես ինչ եմ ասում, քեզ մենակ իմն ես ինձ ես ազում, ես վստահ եմ ամեն հարցում, կգտնեմ լուծում, ասա, ես տեն սիրուն. Karon sir haser na vertam te cheyer azul gezem spasu de asa inch kan gna mogam vorham purit karot chamanam te cheyer azul gezem spasu eli komasin geru magari chos koserun otam dshvar mekin zi chos tu ham kamakor hamme hamai chosi chos arevor chos heri kumki chosi sheragali rusere marum danda ganasaneli Սիրովլի ու անվախ երևացարից ոգվելու է գնա բայց անունը շուրթիտ մնա Սերում էր խաղում է խաղը իբր չի գալու էլ վաղը ու պետի կոսնենք մեր վախը սիրենք հենց հիմա Սիրենք հենց հիմա Արի նստի կողքս ու էլ մի գնա Ովքեր առաջին անգամ տեսան այս տեսահոլովակը, վստահ եմ կֆիքսեն իրենց մոտ եւ այս ամառվա ամենաթեժ հիթը կդառնա այն։ Միանշանակ շնորհավորում ենք նորից։ Վստահ եմ արդեն լավ արձագանքներ ունեք։ Հա, շատ լավ։ Երգը ինձ թվում է սիրվել է, որովհետեւ աշխարհի տարբեր ծայրամասներից ստորիներ են ստանում ու միշտ լավ արձագանքներ կան։ Ու ամենալավ բանը մեր համար է դա յուրաքանչյուր երգչի դերասանի ինչն է լավ որ գնահատում են իրենց աշխատանքը, իրենց արած աշխատանքը ու ըստիս մեր աշխատանքը լավ գնահատվել է ու դեռ գնահատվում է։ Իդեպ հա, օրինակ ես նախորդ անգամ էլ երբ որ դու հյուր էիր ինձ հարցրեցի քեզ, ինչու չես փորձում այլ ոճում, դու իհարկե հերքե ասացիր չես ուզում, որովհետև սա է քեզ հարազատ եւ սա է քեզ համապատասխան։ Բայց նորից եմ ուզում հարցնեմ, չես ուզում արդյոք փորձել մեկ այլ ոճի մեջ։ Ես հիշում եմ այդ հարցը ոչ թե ես որովհետև ես ուզում եմ։ Դու երգես այլ ոճում։ Ոճում երգեմ, այսինքն Նաեւ։ Չգիտեմ, երգեմ։ Իսկ իմը մի քիչ ես կարամ ուրիշ ոճում լինեմ, բայց իմ հատվածները ես մատուցա մնաց, որ ինքը համահունչ լինի նրան, ինչը որ երգի ոճը պահանջում է։ Այսինքն կլինի օրինակ 6-8 կլինի, չգիտեմ,
Շատ հետաքրքիր կլինի, որ քո ձևով մատուցես նույն 6-8-ը։ Բայց ես ուզում եմ իրան այլ տեսակում տեսնեմ։ Գիտեք ինչի մասին է խոսքը։ բացում։ Մենք պլաներից էինք խոսում, իդեպ դաթարից առաջ, կարող է իդեպ պատմես քո պլաների Okay, պլաներս, ուրեմն, հենց նույն ինքը 6-8-ը մի հատ շատ օրիգինալ 6-8 ենք հեսա հանում, ինքը զուգ երկա Նարեկ Մելիքյանի հետ, ճանաչում եք։ Այո, իհարկե։ Նարեկ Մելիքյանի հետ զուգ երկա, սենց ասեմ, ավելի քան վստահ եմ, որ այդ երկը ուրիշ լեվելում է լինելու, որովհետև ինքը մեր սովորական 6-8-ը չի։ Մի քիչ ուրիշ բան ենք փորձել անել ու շատ շուտով կհասնենք ձեր դատին, երևի տենց մի 2-3 շաբաթից էլ կլինի դրա Սպասենք ձեզ այստեղ։ Այո, կսպասենք այստեղ պրեմիերայով։ Բայց դա դեռ չի։ Ապա։ Ես այս տարի ասել եմ դեմս առաջադրանք եմ դրել, որ 15 կերպ մինիմում պետք է լինի։ Իդեպ Այս տարվա ընթացքում։ Իհարկե, Կարոյետի տեսալովակն էլ է պատրաստ, Կարկոմեդի Կարոյերմանի։ Կարոյերմանի, իհարկե։ Բոլոր փոքր երեխաների Ջասթին Բիբերը։ Շատ են սիրում իրան, ու իրոք ինքը շատ լավ տղա է, ու ամեն ինչ դեռ արժևում է իր մոտ, ինքը հասած կհասնի նրան ինչի որ ձգտում է։ Դա տենց Արամեի հետ գործ ունեմ, արդեն ձայնագրվել ենք, երևի տեսալովակը Հայաստանում կնկարանենք։ Այդտենց բավականին շատ։ Հա, բուրն գործունեության մեջ։ Որ ալիքը թեքեք հեսա լինել։ Համեստությունը փրկել ու ուրիշ պրոյեկտներ կան, դեռ դրանց վրա աշխատում ենք երկարվեստից բացի, ուրիշ պրոյեկտներում եք տեսնեք ինձ, բայց թե ինչ պրոյեկտներ, դա դեռ չեմ կարող ասեմ, որովհետև դեռ գնում են բանակցություններ։ Մենք անհամբեր կսպասենք, շատ ուրախանում ենք մեր ընկերների, գործընկերների հաջողություններով, վերելքներով։ Երեկվա հաղորդման ընթացքում մեր թողարկման մենք ընկել էինք Անահիտի հետ հիշողությունների գիրկը, եթե կհիշեք 10-15 տարի առաջ մեր շոու բիզնեսը եւ էստրադային երգարվեստը շատ տարբեր էր, շատ մնայուն երգեր էին, գեղեցիկ, ռոմանտիկ երգեր էին։ Եվ օրինակ ես դες առաջարկում եմ մի հատ այդպիսի դուետ անեք։ Հիշում եք ինչ սիրուն դուետներ մենք ունեինք, որ ուզում էինք սիրահարվում էինք այդ երգերի ներքո։ Ես հիշում եմ Շպրոտի դուետներն եմ հիշում։ Հա, դե թարգի։ Դրա մասին չխոսքը։ Այդ ձեր սիրած, նշեք ձեր սիրած երգերից որն է։ Մենք հիշեցինք Սիրուշոյի եւ Սիրուշոյի ու Արսեն Սաֆարյանի գուցե ուշը հիմա ինչ որ բան։ Հա, շատ լավ երգ է։ Ես Արսեն Սաֆարյանին շատ էի սիրում, Սիրուշոյին էի շատ սիրում, բայց իմ համար այն ժամանակվա top արտիստը եղել է Արամեն։ Ճիշտ է, ես երրորդ մասը եմ եղել, դրա մասին երբեք բարձր չեմ ասել, բայց եկել է այդ պահը։ Ես Արամեի տխուր երգերն էի սիրում։ Որն էր ամենատպավորվածը։ Այն որ աթորի տաբուրետին երգում է։ Այդ որն էր։ Իմ հայտաս է ես վարում, հայկական Ես քեզ էլ եմ հիշում։ Եվ հիշում եմ, որ այդ երգը առաջին հորիզոնականներում էր, բայց չեմ մտապերում որն էր։ Արցունքից մեջ ոնց որ տենց էր երգը, բայց բառը չեմ հիշում։ Իսկ քո սիրած այդ շրջանից հիշի մի բան։ Խոսեցիք այդ երգերի մասին, առաջին երգը, որ մտքիս եկավ, դա ինչու՞ն էր։ Ինչու ախինչը։ Ռեպելյանի ու Արմենչիկի դուետը, որը որ առաջին տեսահոլովակը էր, այդքան մեծ արձագանք ստացավ, այդ ժամանակ ես բավականին փոքր էի ու հենց ոնց որ այդ զուգերգների մասին խոսեցիք, այդ մտքիս եկավ, երևի թե հենց այդ էլ ամենատպավորիչն է ինձ համար։ Կային բավականին շատ լավ գործեր ու ես շատ կուզեի, որ մեր այն երգչուհիները, երգիչները, ովքեր որ հիմա այս ժամանակի թրենդի ու որակների հետ ոնց որ չեն ուզում աշխատել, որովհետև լիքը դեպքերում մարդկանց համար մի տեսակ sense նեղացնող է, մանավանդ երբ որ իրանք լավ արտիստներ են, ինչ որ երբ տեղադրել ու դա երբ որ արձագանք չի գտնում, իսկ չի գտնում, որովհետև հիմա ժամանակներն են փոխվել, որակները, ճաշակը մարդկանց ու ինչ որտեղ չեն կարող շղթել, որ երբ որ անճաշակ մի բան են անում, դա ավելի հնարավոր է մեծ արձագանք ստանա, բայց այն երգիչները, ովքեր որ լավ արտիստներ են շատ եղել, այսօր լռում են հենց այդ նույն պատճառով։ Ես շատ կուզեմ, որ հատուկ անուններ ոչ մեկի չտամ, այդ ժամանակահատվածի երգիչ-երգչիները շատ կուզեմ, որ նորից երգեն իրենց ոճում, որովհետև իրենք իսկապես շատ լավն են ու գուցե մեկը չստացվի կամ մեկը քիչ լինի լսողը, բայց կարևորը որ քիչ լինի
բայց լինեն որակով մարդիկ, որովհետև 100-ից հնարավոր է 90-ը լսի այն ինչը, որ երբեմն ներկայացվում է շատ վատ երկածով, վատ գործիքավորմամբ, վատ ճաշակով, թող 10 լսեն, բայց թող իրենք երգեն, որովհետև իրենց արվեստը մեզ բոլորից շատ պետք է։ Բացի այդ, կներեք, այն ժամանակ թեկուզ մրցանակաբաշխությունները մի քիչ ուրիշ ձև էր արվում ու եթե արտիստին տալիս էին որպես, չգիտեմ, տարվա լավագույն տեսահոլովակ, դու նայում ես ու հասկանում ես թե դա տարվա լավագույն տեսահոլովակ, ոչ թե այսօրվա դրությամբ կանչում են, ասենք, Բանգլադեշի Փիփերթին տալիս են լավագույն արտիստ, բայց ինքը ընդհանրապես տապ չունի ոչ արտիստի հետ ու առավել ևս լավագույն լինելու հետ։ Ես կուզենայի լիներ ինչ-որ, չգիտեմ, ֆեդերացիա կամ չգիտեմ, ինչ-որ մտածել բանի։ Կարծում մարդիկ, որ կարող են ձայներով որոշեին, որովհետև հիմա ես կարամ, չգիտեմ, մի բան կազմակերպեմ ու ես ում ուզեմ, ինչ ուզեմ։ Հանգիստ կարող ես դու դա անել, բայց ու հատկապես խոսքի այսօրով էլի։ Դրա համար պետք է բոլորին կոչ եմ անում երկի պետականից թեկուզ, մի հատ հավաքվեք, մենք կազմակերպենք մի հատ պետակերպիչ բան։ Հա, բայց ինչու ես հեռու գնում։ Դուք էլ եք երգիչներ եւ կարող եք դուք էլ անեք ձեր առաջին քայլը։ Բայց դա մեր գործը չի, ես սիրում եմ որ ամեն օր զբաղվում եմ իր գործով։ Չէ, դուք կարաք նենց մի հատ կազմակերպություն ստեղծեք, հենց հիմա միտք եկա, որի մեջ կմտնի այն տարբերակը մարդկանց ձայն տալ, որ մարդիկ ձայն տան տվյալ արտիստին, այլ ոչ թե մի քանի հոգի որոշեն, այլ մարդիկ SMS-ներով կամ ինչ-որ տարբերակով։ Իրականում կարծում եմ, որ էդ էլ է երբեմն շատ խաբուսիկ, ինչ առումով, չնայած որ ճիշտ է բավականին, բայց էդ էլ է ինչ-որ առումով խաբուսիկ, որովհետև այսօր այնքան անճաշակ բաներն են մարդկանց կարծիքով լավը լինում այդ նույն քվեարկության արդյունքում, որ դու ուղղակի ապրում ես կամ այնպիսի մարդկանց վրա է ծիծաղում, որ вообще իրոք ծիծաղալու չի, չես կարողանում հասկանալ այդ մարդկանց ոնց են առաջ բերում կամ թեկուզ ծիծաղելու համար, այսինքն մարդկային պիտի են որակներ ունենաս, որ ծիծաղես այն բանի վրա, որը որ իրոք ծիծաղել է, ինչ որ հոգեկան շեղում ունեցող մարդու վրա ծիծաղող մարդու հումորը ես օրինակ չեմ հասկանում։ Ու եթե վերադառնանք էլի երգերի հետ կապված, հնարավոր է որ այդ մեծամասնության կարծիքը միշտ չի որ ճիշտ է։ Կարծում եմ որ ճիշտը այն է, որ մարդը ստեղծագործի ու անկախ նրանից ինչքան կլինի պրասմոտերը, այդ ախվատները, նման բաների ուշադրություն չդարձնեն, որովհետև մենք թե մեր էստրադայում եթե առհասարակ համաշխարհային էստրադայում կան այնպիսի արտիստներ, ովքեր որ թեկուզ քիչ են իրենց պրասմոտորները, շատ է, չէ՞, հնչում է պրասմոտոր բառը։ Օրինակ մեզ համար մենք հա շատ ուրախ կլինեինք, որ օրինակ ավելի շատ լիներ, բնականաբար միևնույնն է, դու ուրախ ես լինում, որ ինչքան որ շատ ավելի է տարածվում։ Քիչ չի։ Ես ինչ եմ ուզում ասել, որ միշտ սպասումը մարդու ավելի շատ է, բայց դու բավարարվում ես նրանով, ինչը որ դու այդ բանին ունես ու չպետք է երբեք կոտրված հանձնվես, օրինակ ելի մենք երկիչներ շատ ունենք, որ անում են գործեր, քիչ է լինում ու դադարում են անել, բայց պետք չի դադարել, չնայած այդ մեծ գումարների հետ է իրականում կապված, որ մարդիկ ուզում են ներդրում անել, բայց երկարվեստը ամեն դեպքում կարծում եմ այն մարդիկ են հաղթում այս բնագավառում, ովքեր որ դրան բիզնես առաջային բիզնես չեն վերաբերվում, երգում են ինչ որ սիրում են, նույն 6-8 կատարողներն են նույնիսկ կարծում եմ որ իրենք սիրում են դա, դրա համար են կատարում, այլապես այդ հաջողությունները գուցե չունենային։ Այո, ամեն աշխատանք, եթե դու անում ես ամբողջ սրտով, լինում է հաջողված, այս պահին փոքրիկ դադար, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Կրկին եթերում համահայկական առավոտն է եւ մեր հյուրերն են Հակը եւ Քրիստինա Եղոյանը։ Քրիստինա, քո կյանքը ֆիլմերից հետո բաժանվեց մինչեւի եւ հետոյի եւ Full House պրոյեկտը մեծ ազդեցություն ունեցավ երևի թե քո կյանքի վրա, ինչպես դա եղավ, ինչպես ստացվեց։ Ես գիտեմ որ շատ մեծ սեր եք վայելել բոլորդ եւ դու էլ քո վրա ես դա զգացել ինքդ։
Այո, Full House-ը ինձ թվում է բեկումնայինը այն բոլոր դերասանների համար, ովքեր որ ներկա են եղել այդ նախագծում, կապ չունի։ Օրինակ իմ առաջին մեծ նախագիծն է եղել, բայց այնտեղ նաև եղել են դերասաններ, ում առաջինը չի եղել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ որպես հեռուստադիտող, որպես կարծիք, որ բոլորի համար է կարևոր նախագիծ եղել կարիերայի աճի հետ կապված։ Full House-ի միջոցով ես ոչ միայն էկրաններին եղա, այլ նաև որպես այսինքն շրջագայությունները մեր թե Եվրոպա, թե Ամերիկա, թե Ռուսաստան, այդ նույնպես մեծ փորձ էր ու կենդանի շփում էր հանդիսատեսի հետ, ինչը որ դրական ու ջերմ տպավորություններ էր տալիս, լավ լիցքեր էր փոխանցում, որովհետև մի հատ ուրիշ աշխարհ է, այդ ծափերը, այդ սրտի թփթփոցը, այդ մի հատ ուրիշ աշխարհ է, իդեպս վերջին 3 համերգները, որ ունեցանք, մենք բավականին տպավորված էինք բոլորս, որովհետև ի վերջո սկսելու օրվանից 10 տարի էր անցել ու առանցել 3-4 տարի միասին ոչ մեկս ոչ մի նախագծում չէինք ներկայացել ու էլի նման սեր, նման ջերմություն, նման ծափեր, նման սոլդաուտներ ինձ թվում է շատ քչերին է հաջողվում ունենալ ու ես որպես դերասանուհի շատ ուրախ եմ, որ Full House-ը իմ կյանքում եղել է, որովհետև այդ ինձ հնարավորություն է տվել նախ իմ ճանապարհը ինչ-որ առումով հարթել ու հարթակ է եղել ցույց տալու համար դերասանական առումով հմտությունները, չնայած որ մինչև այդ նախագծերում կամ հաստատություններում Երևանը մարդիկ գիտեին, ես իրականում եմ այդպիսին։ Իդեպ Full House-ը Միացյալ Նահանգներում հենց US Armenian-ը ցուցադրել եւ դու վերջերս նկարահանվեցիր արդեն Սոսի նախագծում եւ որը նույնպես բավականին մեծ ռեյտինգ ունի եւ պահանջված է ու շատ հետաքրքիր եւ համով դեր է տանում։ Շնորհակալ եմ շատ, իրականում շատ վախենալու էր այդ կերպարը, ես վախենում էի ինչ առումով, որովհետեւ ինքը բնավորության առումով բավականին նման էր այն մյուս կերպարին, ես գտնվել չեմ սիրում, հատկապես եթե գալիս է արդեն ինչի մասի օրխոսն եք, որ կրթություն ունես, չես կարող ամեն տեղ դու լինես, մի խոսքով շատ կարևոր էր մտածել մի բան, որը որ ուրիշ պիտի լինի, այսինքն քեզ նորից նույն բանի մեջ են դնում, բայց պիտի դու փորձես մի բան գտնես, որը որ կարա տարբեր լինի, ես գտա այդ տարբերակը, իդեպ ուզում եմ օգտագործել, եթե նո ասել բոլոր իմ շատ սիրելի գյումրեցիներին, որ դա ձեր բարբառը չի, որովհետև շատ են կոմենտներ են ասում, որ մենք այդպիսի բառ չունենք, սխալ ես ասում, դա իրականում ջավախքի բարբառն է, որը որ ես սովորեցի հատուկ այդ պրոյեկտի համար, ես ունեի ինստրուկտոր, սանգում էի, հարցնում էի, գրում էի ու իրականում շատ իմ համար էլ է շատ ծիծաղելի, որովհետև երբ որ չես առնչվում այդ բառերի հետ ու մեկ էլ այդպես ինչ-որ չիրքին, չգիտեմ, չուչուստ, այդ բառերն ես ինչ-որ բանանում, նկարահանման ընթացքում բոլորը այդ ձևով էին իրար հետ խոսում, իրականում շատ հետաքրքիր էր, Սոսի նախագծի մասին ևս ասեմ, որ ես ուրախ եմ, որ ներկայացա այդ նախագծում ու ուրախ եմ, որ կրկին աշխատեցի նախ Հարիկ Շաքյանի հետ, ում հետ աշխատել էի Հայաստանում եւ ծանոթացա ու աշխատեցի Սոսի հետ եւ հարկանշել, որ Սոսի բավականին լավ անձնավորություն է, ինչը որ շատ կարեւոր է այստեղ բացի աշխատանքից շատ կարեւոր է նաեւ հասկանալ, որ լավ մարդկանց հետ գործ ունես, ինչը որ գիտակից, կեսովա գիտակից մարդու համար ամենակարևորն է, որովհետև պրոյեկտները կարող են լինել, մեկը կարող է լինել շատ հաջողված, մեկը կարող է լինել քիչ հաջողված, բայց կարևորը մարդկային հարաբերություններն են, եւ այս ամենի ֆոնին նաեւ նշեմ անպայման Արմեն Պետրոսյանի անունը, որովհետև այնպես չի, որ ես իմ նախագծում տարբեր պրոդյուսերների հետ եմ աշխատել, Արմեն Պետրոսյանը մեծ դեր է ունեցել իմ դերասանական կյանքում։ Շնորհակալություն, մեր եթերին մնացել ընդամենը 1.5 րոպե, բայց մենք չենք հասցնում։ Մենք չենք հասցնում, որովհետև բարեմաղթանքը Հակնել է մասնակցել 2 պրոյեկտների US Armenia TV-ով, բավականին հաջողված սերիալներին։ Ուշացած սեր եւ բախումը, որը մենք երեքս միասին ենք նկարահանվել եւ բոլորիս կարիերան դեռ արժևում է, կստեղծագործենք եւ կուրախացնենք բոլորիդ
Շնորհակալ եմ ձեզ ջերմ հրավերի համար, ընդունելության համար, շնորհակալություն Անուշ Պետրոսյանին, մեր այդ երկու պրոյեկտների սցենարիստին, թե շատ սիրում եմ ումա ինչ ասեմ, Ստելիկը գալիս եմ տուն ես, Ստելիկ աղջիկ երեխեքա, անկես է սելիկա։ Շնորհակալություն ձեզ, հուսով եմ հələ մենք դեռ կնկարավենք նենց մի նախագծում, որ սարս լինենք։ Այո։ Սպասեք։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Իսկ մենք կհանդիպենք վաղը նույն ժամին առավոտյան 10-ին։ Շնորհակալ ենք, որ առավոտը դիմավորեցիք մեզ հետ։ Հաղորդման հովանավորն է Կարծի լավաշ ընկերությունը։